Վերցրու փողերը, շորերդ փոխիր ու արագ փախիր հետևի դռնով։ Հենց հիմա։ Արագ թաքնվիր մեքենայի մեջ, քո կյանքին վտանգ է սպառնում։ Տեր Աստված, ես ինչ պատիժ էր։ Բա հիմա ես եմ անելու, ո՞ր եմ ապրելու։ Հարսանեկան առաջին գիշերն էր։ Սկեսրայերս հանկարծ կողպեց դուրը, հանեց 3 միլիոն դրամն ու ասաց. «Վերցրու փողերը, շորերդ փոխիր ու արագ փախիր հետևի դռնով, հենց հիմա», ասաց նա տագնապած։ «Արմեն հայրիկ, ինչ է կատարվում, բացատրելու ժամանակ չկա», շփոթված հարցրի ես։ «Փախիր, աղջիկս, փախիր, նրանք արդեն այստեղ են», շարունակեց նա անհանգիստ։ Ովքեր էին նրանք։ Ես ոչինչ չէի հասկանում, բայց հնազանդվեցի, եւ այդ որոշումը փրկեց իմ կյանքը։ Բարեկամներ, նախքան այս հուզիչ պատմության մեջ խորանալը, խնդրում եմ գրեք, թե որ երկրից ու հատկապես որ քաղաքից եք մեզ միացել։ Ինձ համար մեծ պատիվ է իմանալ, թե ովքեր են այս պահին ինձ հետ եթերում։ Չմոռանաք նաև հավանել տեսանյութը, սեղմել լայքի կոճակը, որպեսզի Անիի կյանքի այս ուշագրավ պատմությունը հասնի շատերին։ Մնացեք մինչև վերջ, քանի որ ձեզ սպասվում է անմոռանալի զգացումներ։ Բարի դիտում եւ հաճելի ունկնդրում եմ մաղթում։ Վերջին հյուրերը գնացին կեսգիշերին մոտ։ Անին վերջապես մնալով մենակ երկրորդ հարկի ննջասենյակում, հոգնած նստեց մահճակալի եզրին, զգալով, թե ինչպես են ցավում ոտքերը բարձրակրունկներով անցկացրած 8 ժամից հետո։ Հայկը դուրս էր եկել ազգականներից մեկին ճանապարհելու ու ուշանում էր։ Նա լսում էր ներքևից եկող մարող ձայները, ծիծաղը, դռների բացվել-փակվելը։ Ուլունքներով ասեղնագործված հարսանեկան զգեստը սպիտակ ամպի պես ընկած էր բազկաթոռին։ Անին, որն արդեն հասցրել էր հագնել մետաքսեն նուրբ գիշերանոցը, նայում էր իր արտացոլանքին հնաոճ հայելու մեջ, փորձելով գիտակցել, որ այս ամենն այժմ իրենն է։ Առանձնատուն արզնիում, շքե խնջույք, 100-ից ավելի հյուրերով, ոսկե մատանին մատնեմատին։ Կողպեքի չխկոցը ստիպեց նրան ժպիտով շրջվել, բայց Հայկի փոխարեն դռների մեջ երևաց կեսրայրը։ Արմեն Գևորգյանը 62-ամյա մի տխուր տղամարդ էր, ճերմակած քունքերով ու խոշոր ձեռքերով, որոնք սովոր էին ծանր աշխատանքի։ Նա ներս մտավ, փակեց դուռը ու բանալիով պտտեց կողպեքը։ Անին բնազդաբար վերցնելով թիկնոցը աթոռի թիկնակից, սեղմեց կրծքին։ «Արմեն հայրիկ, ինչ է պատահել», հարցրեց նա։ Տղամարդը միանգամից չպատասխանեց։ Նա մոտեցավ պատուհանի տակ դրված գրասեղանին ու դրա վրա նետեց բանկային ռետինով կապված թղթադրամների մի կապոց։ Եվս մեկը ու եվս մեկը։ 8 կապոցներն անհավասար դեզով շարվեցին սեղանին, ու սկեսրայրը վերջապես շրջվեց նրա կողմը, նայելով այնպես, որ Անիի մեջքով սառնություն անցավ։ Հագնվիր, ջինսերդ, բաճկոնդ, մարզակոշիկներդ։ Ամեն ինչ պահարանի ներքևի դարակում է, արատ, ասաց նա ցածրաձայն, բայց այնպիսի տոնով, որով խոսում են անդունդի եզրին կանգնած մարդկանց հետ։ Ես չեմ հասկանում, շշնջաց Անին։ Բացատրելու ժամանակ չկա, կտրեց նա։ Արմենը մոտեցավ պատուհանին ու զգուշությամբ մի կողմ քաշեց վարագույրը, նայելով այգու մթությանը։ Վերցրու փողերը, փաստաթղթերը աթոռին դրված պայուսակի մեջ են։ Դուրս կգաս հետևի դռնով, բանջարանոցի միջով, դեպի հեռավոր դարպասը։ Այնտեղ քեզ սպասում են, ասաց նա։ Պատուհանից այն կողմ ձայներ լսվեցին, անիվների տակ ճռճռացող խիճ շարժիչների մռնչյուն։ Ոչ թե մեկ մեքենա էր, այլ մի քանիսը։ Արմենը հետ քաշվեց պատուհանից, ու Անին տեսավ, թե ինչպես լարվեցին նրա դեմքի մկանները։ Ովքեր են այնտեղ, ուր է Հայկը, հարցրեց Անին։ Փախիր աղջիկս, փախիր, նրանք արդեն այստեղ են։ Եթե հիմա չանես այն, ինչ ասում եմ, այս գիշեր այս տանը կմեռնես, ինձ հավատում ես, ասաց նա այնպես, որ Անին լռեց կիսատ խոսքի վրա։ Աղջիկը նայեց նրա բաց մոխրագույն աչքերին, որոնք Հայկի աչքերի պես էին, բայց հիմա լցված էին արյունատար անոթներով։
Նա տեսավ այդ աչքերում մի բան, որից իր սեփական վախը հանկարծ շատ փոքր ու աննշան թվաց այն մեծ սարսափի կողքին, որ զգում էր այդ տարեց տղամարդը։ Նա վախենում էր ոչ թե իր, այլ Անիի համար։ Հավատում են։ Շշնջաց նա ու թիկնոցը մի կողմ նետելով մոտեցավ պահարանին։ Ջինսերը հենց իր հագով էին։ Բաճկոնը մի քիչ մեծ էր, ուրիշի ուսից, ծխախոտի ու մեքենայի յուղի հոտով։ Անին արագ հագավ մարզակոշիկները, առանց քուղերը կապելու, վերցրեց թեթև կտորե պայուսակը, որի մեջ շոշափեց անձնագիրն ու ինչ-որ այլ թղթեր, ու շրջվեց դեպի սկեսրայրը։ Իսկ դուք, հարցրեց նա։ Ես կմնամ, ստիպված է, ասաց նա ու բացեց դուռը, նայելով միջանցքին։ Հետևիր ինձ, լուր, որ աստիճանները չճռան, ասաց նա։ Նրանք իջան հետևի աստիճաններով, որոնցից օգտվում էին միայն սպասարկողները հարսանիքի պատրաստությունների ժամանակ։ Ներքևում, մութ մառանում, որտեղից խնձորի ու հին տախտակների հոտ էր գալիս, Արմենը մի կողմ քաշեց կարտոֆիլի ծանր պարքն ու բացեց մի ցածր դուռ, որի հետևում երևում էին ջերմոցի ու մարգերի ուրվագծերը։ Գնա ուղիղ, ոչ մի տեղ չշեղվես։ Ցանկապատից այն կողմ դաշտային ճանապարհն է ու արտը։ Այնտեղ մեքենայով մարդ կա, անունը Հրանտ է, նա քեզ կտանի ապահով տեղ, ասաց նա։ Արմեն հայրիկ, բայց ախր։ Անին բռնեց նրա թևից, զգալով թե ինչպես են դողում մատները։ Ինչ է կատարվում, ովքեր են այդ մարդիկ, ուր է Հայատը, հարցրեց նա։ Սկեսրայրը ձեռքը դրեց աղջկա ձեռքի վրա, լայն, տաք ու կոշտուկներով պատված ափով ու կարճ սեղմեց, համարյա կոպիտ։ Չնայես ինչ էր որ լսես, հետ չնայես ու կանգ չառնես, փախիչ, ասաց նա ու դուրս հրեց նրան օգոստոսյան մթության մեջ։ Անին վազում էր լոլիկի մարգերի արանքով, սայթաքելով փայտե հենակների ու պարանների վրա, զգալով թե ինչպես է ցողից թացացած խոտը հարվածում սրունքներին։ Սևահողի ու սամիթի բույրը լցվել էր քիթը։ Ինչ որտեղ հեռվում շուն էր հաչում, իսկ հետևում, տան մեջ, շրխկոցով փակվեց մուտքի դուռը ու լսվեցին տղամարդկան ձայներ, բարձր, պահանջկոտ, օտար։ Նա հետ չնայեց, վազեց մինչև ցանկապատը, մթության մեջ շոշափելով գտավ դարպասի նիգը, ուժով քաշեց ու դուրս թռավ դաշտային ճանապարհի վրա, որի երկու կողմերում սևին էին տալիս արևածաղկի արտերը, սերմերից արդեն ծանրացած ու գլուխները խոնարած։ 20 մետր հեռավորության վրա կայանած էր մի նիվա, անջատված լուսարձակներով, իսկ կողքին ծխում էր գլխարկով մի տղամարդ, ցածրահասակ, թիկնեղ, այնպիսի դեմքով, որը հնարավոր չէր հիշել։ Անի Մեսրոպյան դուք եք, հարցրեց նա, ծխախոտը բերանից չհանելով։ Այո, արագ նստիր, ասաց նա կարճ ու չոր։ Աղջիկը մտավ առջևի նստատեղին, շրխկոցով փակեց դուռը ու մեքենան տեղից փոկվեց ավելի շուտ, քան նա կհասցներ ամրակապվել։ Հրանտը հիշեց Անին, վարում էր վստահ, առանց լուսարձակները միացնելու, կողմրոշվելով միայն իրեն հայտնի նշաններով։ Դաշտային ճանապարհը ոլորվում էր բլուրների արանքով, շրջանցելով գյուղը ու Անին շրջվելով տեսավ, թե ինչպես են տան պատուհանները լուսավորվում, սենյակ առ սենյակ, հարկ առ հարկ։ Իսկ դարպասներին մոտենում էին նոր մեքենաներ, մթությունը ճեղքելով իրենց հզոր լույսերով։ Մի նայիր, ոչ մի օգուտ չկա, միայն նյարդերդ կքայքայես, ասաց Հրանտը հանգիստ, հայացքը ճանապարհից չկտրելով։ Ովքեր են այդ մարդիկ, հարցրեց Անին դողացող ձայնով։ Վատ մարդիկ, պատասխանեց նա հակիրճ։ Դա ես ինքս էլ հասկացա։ Ես իրավունք ունեմ իմանալու, թե ումից եմ փախչում սեփական հարսանիքից գիշերը։ Կատաղած ասաց աղջիկը, զգալով թե ինչպես է վախը վերածվում զայրույթի։ Հրանտը լռեց, հետո միացրեց լուսարձակները։ Նրանք դուրս եկան ասֆալտապատ ճանապարհ, ու կույր վարելն արդեն վտանգավոր էր։ Շատ բան իմանալը նշանակում է քեզ ավելի մեծ վտանգի ենթարկել։ Այդպես է ասել Արմենը, ու ես նրա հետ համաձայն եմ։ Իմ գործը քեզ ողջ առողջ տեղ հասցնելն է, մնացածն իմ իրավասության մեջ չէ, ասաց նա սառնասրտորեն։ Անի սեղմեց ծնկներին դրված պայուսակը ու հայացքը գամեց դիմապակուն,
որի հետևում թարթում էին սյուներն ու հեռավոր գյուղերի հազվադեպ լույսերը։ Ընդամենը մի քանի ժամ առաջ նա ապարում էր Հայկի հետ, հարսանեկան ուրախ մեղեդիների տակ, ծիծաղում էր, ծաղկեփնջեր ու շնորհավորանքներ ընդունում։ Իսկ հիմա նստած էր օտար մեքենայի մեջ, անծանոթ տղամարդու կողքին, ու նույնիսկ չգիտեր, ողջ է արդյոք իր ամուսինը։ Նրանք կանգ առան մի լքված գյուղում։ Անին մոտ 10 տնակ հաշվեց, որոնց մեծ մասը կանգնած էին մեխած պատուհաններով ու փլված տանիքներով։ Միայն մեկում լույս էր վառվում, աղոտ, դեղնավուն, որը հազիվ էր թափանցում հին վարակույրների արանքից։ Հրանտը անջատեց շարժիչը ու գլխով արեց դեպի դուռը։ Զարուհի տատը քեզ սպասում է, ես կմնամ մեքենայի մեջ, կհսկեմ, ասաց նա զգոն ու հաստատական։ Դուռը բացած կինը նրանցից էր, ում առաջներում գյուղական կին էին ասում, խոշոր կազմվածքով, աշխատանքից կոշտացած ձեռքերով ու կնճռոտ դեմքով, բայց աչքերը երիտասարդ էին ու ուշադիր։ Ներս արի աղջիկս։ Տաք թեյ կխմես, կտաքանաս, դեմքիդ գույն չի մնացել, ասաց նա հոգատարությամբ մի կողմ քաշվելով։ Ներսում վարարանի ծխի ու չորացրած խոտաբույսերի հոտ էր փչում։ Փայտե վարարանը զբաղեցնում էր սենյակի կեսը։ Պատվավոր անկյունում, մթնած սրբապատկերի առաջ, կանթեղն էր թարթում, իսկ սեղանին արդեն դրված էր գոլորշի արձակող թեյի բաժակն ու գաթայով լի ափսեն։ Ես քաղցած չեմ, ասաց Անին տխուր ու հոգնած, նստելով աթոռակին։ Կեր, միևնույն է, ուժերդ պետք կգան, ասաց Զարուհի տատը հաստատական։ Անին հնազանդորեն վերցրեց գաթան, կծեց համը չզգալով ու հանկարծ սկսեց լաց լինել անձայն, անսիրուն, արցունքները քսելով այտերին հարսանեկան դիմահարդարման մնացորդների հետ միասին։ Դե լավ։ Զարուհի տատը նստեց կողքին ու շոյեց նրա մեջքը։ Լաց ևիր աղջիկս, արցունքները բժշկում են, ասաց նա մեղմորեն ու հանգստացնող տոնով։ Ես ոչինչ չեմ հասկանում։ Ինչու եմ ես այստեղ։ Ինչու սկեսրայրս ինձ վրընդեց, ուր է ամուսինս։ Հեկեկոցների միջից շշնջաց Անին հուսահատված։ Արմենը հայրիկ, ես դա արեց քեզ փրկելու համար, ավելին ինձ հայտնի չէ։ Քեզ նույնպես։ Գիշերը կմնաս ինձ մոտ, իսկ առավոտյան քեզ ուրիշ տեղ կտանեն, ասաց Զարուհի տատը ցածրաձայն, բայց այնպես, որ հակաճառելու ցանկություն չառաջացավ։ Ուր որտեղ։ Հարցրեց աղջիկը վախեցած։ Այնտեղ, որտեղ ավելի ապահով է, պատասխանեց նա կարճ ու կտրուկ։ Անին այդ գիշեր աչք չփակեց, լսելով, թե ինչպես է պատի հին ժամացույցը խփում, ինչպես են ճռում հատակի տախտակները Զարուհի տատի քայլերի տակ, ու ինչպես է ինչ-որ տեղ մուկը կրծում փայտը։ Նա մտածում էր Հայկի մասին, նրա ձեռքերի, որոնք գրկել էին իրեն հարսանիքին, նրա ծիծաղի, այն մասին, թե ինչպես էր նա շշնջում իր ականջին, կինս, ու թե որքան տարօրինակ ու քաղցր էր հնչում այդ բառը։ Արդյոք նա գիտի, որ ինքն անհետացել է։ Փնտրում է արդյոք իրեն, թե… Անին վանում էր այդ միտքը, բայց այն նորից ու նորից վերադառնում էր։ Իսկ եթե Հայկն ինքը որևէ կերպ կապ ունի կատարվածի հետ, իսկ եթե նրանց հարսանիքը թակարդ էր… Լուսադեմին նա մի պահ ննջեց ծանր ու մշուշոտ քնով, բայց արթնացավ Զարուհի տատի ձեռքի հպումից։ Վեր կաց աղջիկս, գնալու ժամանակն է, ասաց նա շտապեցնելով։ Նրան տեղափոխեցին անտարապահի մի տնակ, գյուղից մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա, որը գերաններից սարքած տուն էր, անտառի մեջտեղում գտնվող բացատում։ Պարզվեց, Զարուհի տատը դեռ գիշերն էր այստեղ տեղափոխվել։ Եթե մեկը հարցնի, դու Վանաձորից եկած իմ զարմուհին ես։ Եկել ես մորաքրոջը տեսության, մի քիչ բնության գրկում հանգստանալու, ասաց նա զգուշացնելով, թասերի մեջ լցնելով տաք սպասը։ Հասկացա, շշնջաց Անին մտախուղ։ Հրանտը, որը թեյի բաժակով նստած էր պատուհանի մոտ, վերջապես խոսեց։ Այս մարդիկ, ովքեր օգնում են քեզ, Արմեն Գևորգիչի ընկերներն են։ Ինչ-որ մեկին նա ժամանակին աշխատանքով է օգնել, մյուսին հիվանդ երեխայի համար դեղ է ճարել, մեկ ուրիշի պարտքերն է փակել։ Հիմա նրանք վերադարձնում են պարտքը, ասաց նա հանդարտ ու վստահ։ Ինչու նա դա արեց։ Ես նրա համար ոչ ոք եմ, ընդամենը հարսը,
ում նա 1 տարուց էլ քիչ է ճանաչում։ Հարցրեց Անին տարակուսած։ Հրանտը բաժակի վրայով նայեց նրան։ Նրա հայացքը հոգնած էր, բայց ոչ չար։ Արմեն Գևորգիչը ասել էր, որ դու առաջին լավ բանն ես, որ պատահել է իր որդու հետ վերջին տարիներին։ Նա քեզ շատ է սիրել։ Անին խոնարհեց աչքերը, զգալով, թե ինչպես է ինչ-որ բան սեղմվում կրծքում։ Նա մեծացել էր մանկատանը, հետո ընկել էր խնամատար ընտանիք, լավ, բայց օտար, որտեղ նրանք կերակրում էին, հագցնում, կրթում, բայց երբեք չէին սիրել հարազատի պես։ Իսկ հիմա մի անծանոթ տղամարդ ամեն ինչ վտանգում էր նրան փրկելու համար։ Երկրորդ օրը հեռախոսի զանգ հնչեց։ Հրանտը գրպանից հանեց հին, կոճակավոր հեռախոսը, դրեց ականջին։ Անին տեսնում էր, թե ինչպես է փոխվում նրա դեմքը։ Կարծես ինչ-որ մեկը ջնջում էր դեմքի բոլոր գույները, թողնելով միայն սպիտակն ու մոխրագույնը։ Երբ ուր տարան, հասկացա, տեղյակ պահիր ինձ։ Հարցրեց նա խուլ ձայնով ու անջատեց կապը։ Նա երկար ժամանակ նստած էր անշարժ, նայելով պատին։ Ինչ է պատահել։ Հարցրեց Անին, այնքան կտրուկ վեր թռչելով, որ աթոռակը շրջվեց։ Ասացեք, նրան տարան, Արմենին։ Տունը խուզարկել են, ամեն ինչ տակնու վրա արել ու նրան անհայտ ուղությամբ տարել։ Ասաց Հրանտը ծանր ու դժկամությամբ։ Միթե բանեցին։ Հարցրեց աղջիկը սարսափած։ Ոչ, դեռ ոչ, նա նրանց ողջ է պետք։ Պատասխանեց նա մտահոգ։ Անին մի քայլ հետ գնաց, զգալով, թե ինչպես է հատակը փախչում ոտքերի տակից։ Այն մարդը, ով ամեն ինչ զոհաբերեց իրեն փրկելու համար, հիմա հենց նրանց ձեռքում էր ու միծ փրկում էր իրեն։ Իր պատճառով։ Որովհետև ինքը փախել էր, իսկ նա մնացել էր։ Ովքեր են այդ մարդիկ։ Ինչ են ուզում։ Ինչպես նրանց կանգնեցնել։ Հարցրեց նա հուսահատված։ Հրանտը միանգամից չպատասխանեց, վեր կացավ, անցուդարձ արեց սենյակում, որի հատակը ճռվում էր նրա ծանր քայլերի տակ։ Կանգնեց պատուհանի մոտ ու երկար նայեց անտառին, մշուշոտ ապակու հետևից, նախքան կշրջվեր նրա կողմը ներքին որոշում կայացրած մարդու հայացքով։ Դու պայուսակդ կարգին նայել ես։ Հարցրեց նա լրջորեն։ Անին չհասկացող հայացքով նայեց նրան, հետո հայացքը փոխադրեց կտորե պայուսակին, որը հարսանեկան գիշերվանից ի վեր ձեռքից բաց չէր թողել ու արդեն դարձել էր իր մարմնի մի մասը։ Մի թալիսման, որը կապում էր իրեն նախկին կյանքի հետ։ Նա ստուգել էր փաստաթղթերը, վերահաշվել էր փողերը, բայց դա արել էր մեխանիկորեն, առաջին օրերի մղձավանջի մեջ, չխորանալով պարունակության մեջ ու չմտածելով, որ այնտեղ կարող է ուրիշ բան էլ լինել։ Այնտեղ անձնագիրս է, սոցիալական քարտը, ամուսնության վկայականը։ Սկսեց նա թվարկել։ Իսկ ներքին գրպանը նայել ես։ Հարցրեց Հրանտը հուշելով։ Անին բացեց աստառի տակ թաքնված կողմնային գրպանի շղթան ու շոշափեց մի հաստ ծրար, որը նախկինում չէր նկատել։ Այն տափակ պառկած էր պայուսակի պատին սեղմված ու դրսից չէր զգացվում։ Դրա վրա չկար ոչ հասցե, ոչ անուն, միայն մի բառ։ Անիին գրված շտապողական, բայց պարզ ձեռագրով, բնորոշ թեքությամբ ու վերջին տառի վրա արված ոլորքով։ Նա բացեց ծրարը դողդոջուն մատներով ու բացեց քառատակ ծալված թղթի թերթիկը, սովորական տետրից փոկված, անհարթ եզրով։ Աղջիկս, եթե դու կարդում ես այս տողերը, նշանակում է դու ապահով ես ու իմ ծրագիրն աշխատել է։ Մի հարցրու, ինչու, դեռ ժամանակը չէ, նայիր, այնտեղ միայն մահ է։ Փախիր, թաքնվիր, լսիր նրանց, ում ուղարկել եմ քեզ մոտ։ Նրանք լավ մարդիկ են, չեն դավաճանի։ Ես գիտեմ, որ դու վախեցած ես ու ոչինչ չես հասկանում։ Գիտեմ, որ բարկացած ես ինձ վրա նրա համար, որ ես քեզ քո կյանքից փոկեցի առանց բացատրությունների, մի գիշեր, որը պետք է լիներ ամենաերջանիկը։ Բայց հավատա, ես դա արեցի, որովհետև ուրիշ երկ չկար։ Ամեն ինչ հետո կպարզվի, երբ փոթորիկը հանդարտվի։ Դու ավելի ուժեղ ես, քան կարծում ես, Անի։ Դու վերապրել ես մանկատունը, վերապրել ես մենակությունը, վերապրել ես խնամատար ընտանիքը, որն այդպես էլ հարազատ չդարձավ։ Սա էլ կվերապրես, ես հավատում եմ քեզ։
Հավատում եմ այնպես, ինչպես երբեք ոչ ոքի չեմ հավատացել։ Պետք է ապրել, ինչ էլ որ պատահի, պետք է ապրել, սա է ամենակարևորը։ Մնացածը կլինի։ Այրիկ։ Կարդաց նա մտքում, արցունքները կոկորտում խեղդելով։ Անին 3 անգամ վերընթերցեց նամակը, մատով սահելով յուրաքանչյուր տարի, ձեռագրի յուրաքանչյուր ոլորտի վրայով, որն այժմ իրեն թվում էր ամենաթանկ բանն աշխարհում, ավելի թանկ, քան պայուսակում դրված այն 3 միլիոնը 50,000-ներով։ Արցունքները կաթում էին թղթի վրա, լղոզելով թանակն այնտեղ, որտեղ ընկնում էին, ու նա շտապով մի կողմ տարավ թերթիկը, վախենալով փչացնել միակ բանը, որ մնացել էր իրեն հայր անվանած մարդուց։ Հայրիկ։ Այս բառը նա երբեք չէր արտասանել իր կյանքում։ Մանկատանը դրան փոխարինում էր պաշտոնական պարոն Պետրոսյանը։ Խնամատար ընտանիքում Սառա պարոն Պետրոսյանը, որն արտասանվում էր քաղաքավարի հեռավորությամբ։ Իսկ հիմա մի տղամարդ, ում նա ճանաչում էր 1 տարուց էլ քիչ, գրել էր այդ բառը կամավոր, մահացու վտանգի պահին, երբ յուրաքանչյուր վայրկյանը հաշվված էր։ Նա գիտեր, որ իրեն կտանեն։ Գիտեր, ու միևնույն է, մնաց։ Կարող էր ինձ հետ փախչել, թաքնվել, բայց մնաց։ Ասաց նա խուլ ձայնով, դիմելով մերթ Հրանտին, մերթ ինքն իրեն, մերթ Սկեսրայրի այն կերպարին, որն այժմ կանգնած էր իր մտապատկերում։ Արմեն Գևորգիչը երբեք ոչինչ կիսատ չի անում։ Եթե որոշել է քեզ փրկել, ուրեմն կփրկի սեփական կյանքի գնով, եթե պետք լինի։ Ես նրան 30 տարի է ճանաչում եմ, այն ժամանակվանից, երբ նա ինձ օգնեց մորս ուղարկավորել, երբ գրպանումս մի կոպեկ անգամ չկար։ Նման մարդիկ իրենց խոսքը մինչև վերջ պահում են։ Արձագանքեց Հրանտը մտախոհ, նստելով նրա դիմացի աթոռակին։ Անին ծալեց նամակը, խնամքով հարթելով յուրաքանչյուր ծալքը, թաքցրեց ջինսի գրպանում, մարմնին մոտ, այնտեղ, որտեղ զգում էր դա կտուրի միջով, ու առաջին անգամ այս օրերի ընթացքում զգաց ոչ թե վախ, այլ մի ուրիշ բան։ Տաք, պինդ, կրծքում թարթող ու ջերմություն տվող մի կայծի պես։ Պետք է ապրել։ Այս բառերը դարձան նրա աղոթքը, նրա խարիսխ անհայտության օվկիանոսում, նրա պատասխանը բոլոր այն հարցերին, որոնք թույլ չէին տալիս քնել։ Երրորդ օրը նրանք հայտնվեցին։ Անին նստած էր տնակի շեմին, տաքանալով օգոստոսյան արևի վերջին ճառագայթների տակ, որոնք արդեն այնքան տաք չէին, որքան 1 շաբաթ առաջ, ու արդեն զգացվում էր մոտեցող աշնանշունչը, երբ լսեց շարժիչների մռնչյունը, ոչ թե 1, այլ մի քանի, որոնք մոտենում էին դաշտային ճանապարհի կողմից ու խզում անտառի լռությունը։ Հրանտը, որը գոմում ինչ-որ բան էր նորոգում, անին լսում էր մուրճի հարվածները։ Առաջինը դուրս թռավ, ձեռքերը սրբելով տաբատին, ու առանց մի բառ ասելու ժեստով հրամայեց նրան տուն մտնել։ Մարանը, արագ ու ոչ մի ձայն, որ չլսվի։ Կարճ ու կտրուկ հրամայեց նա զգուշացնելով, երբ աղջիկը ներս մտավ։ Մարանը խոհանոցի հատակի տախտակների տակ թաքցված մի նեղանցք էր, որը քողարկված էր հնամաշ գորգով ու մի ծանր սնդուկով, որը Զարուհի տատը մի կողմ քաշեց իր տարիքի համար անսպասելի ուժով։ Անին երերում փայտե աստիճաններով իջավ խոնավության։ Հողի ու թթու կաղամբի հոտով լցված մթության մեջ ու կուչ եկավ պահածոների բանկաներով լի դարակների արանքում, ծնկները սեղմելով կրծքին։ Հատակի ճեղքերից նա տեսնում էր լույսի շերտերը ու լսում վերևում հնչող յուրաքանչյուր բառ ու քայլ։ Դուրը բացիր տանտեր, խոսակցություն կա։ Լսվեց փողոցից եկող մի խռպոտ ձայն, իշխող ու հրամայական։ Էլի խոսակցություն օրը ցերեկով։ Ես ձեզ չեմ կանչել, դուք իմ հարազատը չեք։ Ասաց Հրանտը հանգիստ, նույնիսկ ծույլ ձևով, կարծես նրան կտրել է իմ կեսօրյա քնից։ Հրավեր չենք հարցրել, աղջիկն է պետք, Գևորգյանի հարսը։ Այստեղ վերջերս հարսանիք էին անում, ճոխ հրավառություններով, իսկ ջահել կինը հենց նույն գիշերն անհետացավ։ Ասաց անծանոթը կոպիտ ու պահանջկոտ տոնով։ Ոչ մի հարսանիքի մասին էլ չեմ լսել։ Մոտս միայն պարավ մորաքույրս է հյուր եկել, Վանաձորից։ Ռևմատիզմն է բուժում գյուղի օդով։ Պատասխանեց Հրանտը հանդարտ ու անվրդով։ Լսվեց ծիծաղը, կոպիտ ու ծաղրական, որից Անիի մարմնով սարսուռ անցավ։ Դե լավ, մեկ է կստուգենք, դեմ չես։ Թե չէ,
Ով գիտի, թե ինչ մորաքույրներ են թաքնվում անտառներում, ասաց նա հեգնանքով ու ձայնի մեջ սպառնալիք խառնելով։ Քայլերը դոփացին շեմքին, ծանր ու վստահ, հետո արդեն սենյակներում հենց Անիի գլխավերևում, այնպես որ մառանի առաստաղից հող թափվեց։ Նա ձեռքով սեղմեց բերանը, զգալով թե ինչպես է դողում յուրաքանչյուր մկանը, ու չնայած գետնափորի սառնությանը, քրտինքը պատեց ճակատը։ Ինչ-որ մեկը բնորոշ ճռոցով բացեց պահարանը, տեղաշարժեց սեղանը, անցավ խոհանոցով ու կանգնեց հենց անցքի վրայով, այնպես որ Անին ճեղքից տեսնում էր կեղտոտ կոշիկների տակացուները։ Այսինչ խալի է փրված խոհանոցի մեջտեղում, հարցրեց անծանոթը կասկածամիտ տոնով։ Մայրիկից է մնացել, հին է, ցեցն է կերել, բայց դենն է տելը մեղք է, հիշատակ է վերջապես։ Անվրդով պատասխանեց Հրանտը։ Անին ապշած էր նրա սառնասրտության վրա։ Տիրեց լռություն, երկար ու տանջալից, որն Անիին հավերժություն թվաց։ Նա շունչը պահել էր, վախենալով, որ նույնիսկ սրտի բաբախյունը կլսվի վերևում։ Վերջապես քայլերը շարժվեցին դեպի ելքը անցքից հեռու։ Լավ ծերուկ, առայժմ կհավատանք։ Լսվեց անծանոթի ձայնը հիասթափված, բայց սպառնալից։ Բայց իմացիր, եթե ստել ես, կվերադառնանք ու տունդ քեզ ու մորաքրոջդ հետ միասին կվարենք, մոխիրն էլ քամում կտանք։ Իդեպ, Գևորգյան ավագն արդեն մերոնց մոտ է։ Եթե իր աղջկան գտնենք, նրա վերջը արագ ու ողորմած կլինի։ Եթե չգտնենք, էլի վերջը կլինի, բայց ավելի դանդաղ ու մեր համար հետաքրքիր։ Ավելացրեց նա դաժանորեն։ Շարժիչները մռնչացին ու մարեցին հեռվում, հալվելով անտառի աղմուկի մեջ։ Հրանտը սպասեց ևս 5 րոպե, նախքան խալին մի կողմ կքաշեր ու կբացեր անցքը։ Նա օգնեց Անիին դուրս գալ։ Աղջիկը հազիվ էր կանգնում ոտքերի վրա, ծնկները ծալվում էին, իսկ աչքերի առաջ մութ շրջանակներ էին պտտվում։ Հեռանում ենք, հենց հիմա, քանի դեռ չեն վերադարձել, այստեղ այլևս մնալ չի կարելի, ասաց նա լարված ձայնով, որն առաջին անգամ էր այդպես հնչում այս օրերի ընթացքում։ Նրանք ճանապարհ ընկան հաջորդ օրը լուսադեմին, երբ մշուշը դեռ կատնագույն քողով փռված էր դաշտերի վրա, ու ճանապարհը կորչում էր սպիտակավուն մառախուղի մեջ, մեքենայի դիմացից ընդամենը 10 մետր հեռավորության վրա։ Նիվան սլանում էր ցորենի արտերի միջով, որոնք օգոստոսի վերջին արդեն դեղնել ու չորացել էին, իսկ ծանր կողրերը խոնարհվել էին դեպի գետինը։ Անին նայում էր պատուհանից, փորձելով հիշել յուրաքանչյուր շրջադարձ, յուրաքանչյուր նշան, բլրի վրայի միայնակ ծառը, առանց լարերի թեքված սյունը, ջարդված ցուցանակով խաչմերուկը այն դեպքի համար, եթե ստիպված լինի վերադառնալ կամ փախչել ոտքով։ Նա այլևս այն վախեցած աղջիկը չէր, որը 3 օր առաջ լաց էր լինում օտար մահճակալին, պայուսակը սեղմած կրծքին։ Սև ամենագնացը շրջադարձի հետևից հայտնվեց այնքան անսպասելի, որ Հրանտը հազիվ հասցրեց արգելակել, ու Անին առաջ թռավ, հարվածելով դիմացի վահանակին։ Մեքենան փակել էր ճանապարհը, ու կաշվե բաճկոններով 2 տղամարդ արդեն գալիս էին դեպի նրանց այնպիսի վստահ քայլերով, ինչպես քայլում են մարդիկ, ովքեր սովոր են, որ իրենցից չեն փախչում։ Նրանցից մեկը ձեռքը պահել էր բաճկոնի տակ։ Մի ժեստ, որը կասկած չէր թողնում, թե ինչ է այնտեղ թաքցված։ Կրացիր արագ։ Գոռաց Հրանտը անհանգստացած ու սեղմեց գազի ոտնակը մինչև վերջ։ Նիվան մխրճվեց ցորենի ոսկեգույն ավտի մեջ, ջավթելով չորացած հասկերը։ Դեղնած ցողունները հարվածում էին դիմապակուն, փակելով տեսադաշտը։ Դեղին տերևներն ու ցողունները հարվածում էին թափքին ու ապակիներին, փակելով տեսադաշտը։ Մեքենան ցատկոտում էր փոսերի ու անհարթությունների վրա, այնպես որ Անին, չնայած ամրագոտուն, գլուխը հարվածում էր առաստաղին ու լեզուն մինչև արյուն կծեց։ Հետևում լսվեց ամենագնացի շարժիչի մռնչյունը։ Այն հետևում էր նրանց, ջարդելով կիսաչոր ցորենի արտերն ու արագություն հավաքելով։ Պինդ բռնվիր, ասաց Հրանտը վճռական տոնով, ուղեկը կտրուկ թեքեց ձախ։ Դիմացը կար վայրի մասժեն ու թփուտներ։ Նիվան սուզվեց ծառաշերտի արանքում գտնվող մի նեղ անցքի մեջ, որն Անին նույնիսկ չէր էլ նկատել։ Ճյուղերը ճռոցով քսվում էին մեքենայի կողքերին։
Գովային հայելին ջարդվեց ու թռավ ինչ-որ տեղ հետ։ Դիմապակին պատվեց ճաքերով, բայց մեքենան առաջ էր գնում դեպի այնտեղ, որտեղ ծառերի հետևում երևում էր ասֆալտի մոխրագույն շապավենը։ Ամենագնացը հետ մնաց, այն չափազանց լայն էր ու ցածր, ծառերի արանքի այդ նեղ անցքով անցնելու համար։ Նրանք դուրս թռան մայրուղի ու սլացան հեռու, առանց հետ նայելու, մինչև որ տնակն ու ավտը մնացին շատ հետևում։ Անին թուլացրեց մատները, որոնցով կարճել էր դրան բռնակից, ու զգաց, որ ձեռքերն ուղղակի չի զգում։ Դրանք լարվածությունից փայտացել էին ու մանր դողում էին։ Ովքեր են այդ մարդիկ, ինչու է նրանց հենց ինձ պետք։ Հարցրեց նա հուսահատված, երբ ձայնը վերջապես տեղը եկավ։ Երկար ժամանակ լռում էր, լարված նայելով ճանապարհին, հետո արտասանեց ցածրաձայն, բայց հստակ։ Նրանք արդեն հաստատ գիտեն, թե դու ով ես, ինչ տեսք ունես, ու որ ողջ ես։ Հիմա կփնտրեն ամենուր, ամեն գյուղում, ամեն ճանապարհին, մինչև չգտնեն, ասաց նա մռայլ ու լրջորեն։ Գետափնյա տունը երևաց միայն երեկոյան կողմ, աղյուսաշեն, ցածրահարկ, մամրակալած թիթեղյա տանիքով ու խնձորենիների այգով, որն այնքան էր խտացել, որ թթվաշ պտուղներով ճյուղերը քսվում էին պատերին ու քամու ամեն մի պորտկումից թակում պատուհանները։ Անին դուրս եկավ մեքենայից, տրորելով թմրած ոտքերը եւ ցավից դեմքը ծամածրելով, վնասված ուսի պատճառով, ու կիսատ քայլի վրա քարացավ։ Ժանգոտած ծխնիների ճռոցով բացված դարպասից դուրս եկավ մի տղամարդ, բարձրահասակ, թիկնեղ, ճմրթված շապիկով, աչքերի տակ մուգ շրջանակներով ու մի մեծ կապտուկով, որը տարածվել էր այդ ոսկրից մինչև քունքը։ Դա Հայկն էր, նրա ամուսինը, ում նա չէր տեսել այն գիշերվանից, երբ աշխարհը շուռ եկավ։ Մի քանի վայրկյան նրանք անշարժ կանգնած էին, նայելով միմյանց փոշոտ ու խոտածածկ բակի միջով։ Անին նրա դեմքին տեսավ հենց այն նույն արտահայտությունը, որը հավանաբար հիմա իր դեմքին էր, չհավատալու, թեթևացման ու վախի խառնուրդ։ Նա նետվեց դեպի Հայկը, սայթաքելով խնձորենիների արմատների վրա, ու տղամարդը կես ճանապարհին բռնեց նրան, սեղմեց իրեն այնքան պինդ, որ անին հազիվ էր շնչում, դեմքը հենած նրա կրծքին։ Ողջ ես, Տեր Աստված, դու ողջ ես, ես կարծում էի, ես չգիտեի։ Իսկ դու, շշնջաց նա Անիի մազերի մեջ, ձայնը դողացնելով հուզմունքից։ Աղջիկը մի փոքր հետ քաշվեց, որպեսի տեսնի նրա դեմքը, մատներով զգուշորեն հպվեց կապտուկին, ու Հայկը ցավից դեմքը կնճռոտեց։ Որտեղից է սա, ինչ է պատահել քեզ հետ, հարցրեց նա անհանգստացած։ Հայկը իր ձեռքով ծածկեց նրա ձեռքը։ Դա միաժամանակ թե նուրբ, թե մեղավոր ժեստ էր, մարդու ժեստ, որն ուզում է պաշտպանել։ Ների՛ր ինձ, ների՛ր, որ քեզ քաշեցի այս ամենի մեջ։ Դու չպետք է այսպես դուժեիր, ասաց նա մեղավոր ու ցավով լցված հայացքով։ Հետո ամեն ինչ հետո։ Սկզբից պատմիր, թե ինչ է կատարվում։ Ընդհատեց նա վճռականորեն։ Նրանք նստեցին շեմքին, ցերեկվա արևից դեռ տաքացած տախտակների վրա։ Հայկը ծխախոտ վառեց։ Նրա մատները նկատելիորեն դողում էին լուցկին հարվածելիս, ու առաջին երկուսը սկոտրվեցին, մինչև երրորդը վերջապես վառվեց։ Անին սպասում էր առանց նրան շտապեցնելու, թեև հարցերը ներսից հանգիստ չէին տալիս ու անմիջապես պատասխաններ էին պահանջում։ Ամեն ինչ սկսվեց դեռ 90-ականներին, երբ ես դեռ դպրոց էի գնում։ Իր գործընկերոջ հետ հողեր էր գնում հյուսիս-հարավ մայրուղու երկայնքով։ Այն ժամանակ դրանք ամայի տարածքներ էին, լքված կոլխոզի դաշտեր, որոնք ոչ մեկին պետք չէին։ Գործընկերոջ անունը Արկադի Կոստանյան էր։ Նրանք միասին էին սովորել տեխնիկումում, ջահել տարիներից ընկերություն էին անում։ Երբ ճանապարհը կառուցվեց ու հողի գինը հարյուրապատիկ աճեց, նրանց ճանապարհները բաժանվեցին։ Պաշտոնապես ամեն ինչ ազնիվ էր, փաստաթղթերով ոչ մի թերություն չկար։ Բայց Կոստանյանը համարում էր, որ իրեն խաբել են բաժանման ժամանակ, որ հայրս լավագույն հողակտորները իրեն է վերցրել։ 25 տարի նա չարություն էր կուտակում ու սպասում վրեժի հարմար պահի։ Ու այդ պահը մեր հարսանիքն էր։ Խոսեց նա վերջապես, նայելով ոչ թե Անիին, այլ ինչ-որ տեղ հեռուն, ծառերի հետևում փայլող գետին։ Այո, թիկնազորը թուլացած էր, հյուրերը հարբած, բոլորը երջանիկ էին ու անհոգ։
Իդեալական պահ էր ամենացավոտ տեղին հարվածելու ու մեզ բռնելու համար։ Ավելացրեց նա դառնությամբ, նա կակազեց, բառեր փնտրելով։ Շղթայի ամենաթույլ օղակը։ Դու ընտանիքում նորեկ, առանց կապերի, առանց պաշտպանության, առանց հարազատների, որոնք աղմուկ կբարձրացնեին, ասաց Հայկը ցավով ու դառնությամբ։ Անին զգաց, թե ինչպես է ներսում սառույց տարածվում, սեղմելով կուրծքն ու խանգարելով շնչել։ Հայրդ նախապես գիտեր, որ նրանք գալու են։ Նրան զանգել էին տուն հասնելուց 1 ժամ առաջ։ Կոստանյանի շրջապատում մարդ կա, որը դեռ այն ժամանակներից հավատարիմ է մնացել հորս։ Նա զգուշացրել էր, ու հայրս մի վայրկյան անգամ չտատանվեց, վերցրեց սև օրվա համար պահած փողերը, հավաքեց փաստաթղթերն ու եկավ քո սենյակ։ Պատմեց նա լարված ու հուզված։ Իսկ դու, ինչու ես դու այստեղ, այս տանը, այլ ոչ թե հորդ հետ։ Հարցրեց Անին, հայացքը չկտրելով նրա դեմքից ու փնտրելով այն հարցերի պատասխանները, որոնք վախենում էր տալ։ Հայկը խորը շունչ քաշեց ծխախոտից, բաց թողեց ծուխն ու մի պահ լռեց, նախքան պատասխանելը։ Ինձ էլ փորձեցին բռնել այն գիշեր, երբ դուրս եկա հյուրերին ճանապարհելու հետևի մուտքի մոտ, երկուսս սպասում էին։ Բայց ես քեզնից պակաս արժեքավոր ավար էի։ Դիմադրեցի։ Նրանցից մեկը չէր սպասում, որ ես հետ կհարվածեմ։ Փախա հարևանի տեղամասով, իսկ հայրս մնաց տանը, որպեսզի ծածկի քո հեռանալը, որ նրանք կարծեն, թե դու դեռ ներսում ես։ Ասաց նա մռայլ ու ինքն իրենից դժգոհ։ Նա գերի է իմ պատճառով, եթե ես չլինեի։ Արտասանեց Անին շշնջալով այն, ինչ լեզվի ծայրին էր հոր առևանգման մասին իմանալուց ի վեր։ Նա գերի է, որովհետև ինքն է այդպես ուզել։ Որովհետև որոշել է, որ քո կյանքն ավելի կարևոր է, քան իր ազատությունը։ Նա ինձ մի բան ասաց այն գիշեր, նախքան քո սենյակ գնալը։ Պահպանիր նրան, որդիս։ Նա առանձնահատուկ է, առաջին բարի ու լուսավոր բանը, որ պատահել է մեր ընտանիքի հետ վերջին տարիների ընթացքում։ Ընդհատեց Հայկը անսպասելի եռանդով։ Անին լռում էր, մարսելով լսածը, զգալով, թե ինչպես են սկեսրայրի խոսքերը, թե նամակում գրված, թե Հայկի փոխանցած, հավաքվում մի պատկերի մեջ, որը նա չէր կարողանում մինչև վերջ ընկալել։ Հետո նա բարձրացրեց գլուխն ու նայեց ամուսնու աչքերին։ Ես այլևս չեմ թաքնվելու ու չեմ սպասելու, մինչև ինձ գտնեն, ասաց նա վճռականորեն։ Մսիր։ Փորձեց առարկել Հայկը անհանգստացած։ Ոչ, դու լսիր, ես ամբողջ կյանքում մենակ եմ եղել։ Մանկատուն, որտեղ դայակներն ու դաստիարակները փոխվում էին ամեն տարի ու ոչ ոք քո անունը չէր հիշում։ Հետո խնամատար ընտանիք, որի թքածն էր իմ վրա, միայն թե նպաստը ստանային։ Իսկ հայրդ առաջին մարդն է իմ կյանքում, ով ինձ վերաբերվեց որպես հարազատի։ Նամակում ինձ աղջիկս անվանեց, տակը ստորագրեց հայրիկ։ Հասկանում ես, թե դա ինչ է նշանակում մի մարդու համար, ով երբեք չի իմացել, թե ինչպես է հնչում այդ բառը։ Ես նրան չեմ թողնի փտել այդ տականքների մոտ, մինչ ինքս մառաններում թաքնվում եմ, ասաց նա հաստատակամ ու հուզմունքից դողացող ձայնով։ Հայկը ուզում էր հակաճառել։ Աղջիկը տեսավ, թե ինչպես նա շունչ քաշեց, ինչպես լարվեցին դեմքի մկանները, բայց Անիի հայացքի ու ձայնի մեջ կար մի բան, որը կանգնեցրեց նրան։ Նա դանդաղ արտաշնչեց ու գլխով արեց, կարճ ընդունելով նրա որոշման իրավունքը։ Այդ դեպքում միասին, ինչ էլ որ անենք հաջորդիվ, անելու ենք միասին դու ու ես, ասաց նա վստահ ու պաշտպանող տոնով։ Գիշերը խաղաղ էր, չափազանց խաղաղ Գետափնյա գյուղի համար, որտեղ սովորաբար գորտերն են կրկռում ու գիշերային թռչունները կանչում։ Անին պառկած էր Հայկի կողքին նեղ մահճակալին, ցածր առաստաղով ու փոքրիկ պատուհանով սենյակում, ու լսում էր նրա հավասար ու խորը շնչառությունը։ Տղամարդն անմիջապես քնել էր, հյուծված վերջին օրերի իրադարձություններից։ Աղջիկը չէր կարողանում աչք փակել, մտքում պտտելով լսածը, երբ հանկարծ դրսից լսվեց շարժիչների մռնչյունը։ Սկզբից հեռվից, հետո ավելի ու ավելի մոտ։ Դռների շրխկոց, ձայներ, քայլեր խճապատ արահետի վրա։ Բացեք տանտերեր, հերիք է պահմտուցի խաղակ, մենք գիտենք, որ նա այստեղ։
լսվեց լռությունը պատրող գոռոցը։ Հայկը առաջինը վեր թռավ, ակնթարթորեն արթնանալով, մթության մեջ հագավ ջինսերն ու դիմեց Անիին։ Մնա ներսում, ինչ էլ որ լսես դուրս չգաս ու չերևաս, ասաց նա շտապողական ու խիստ ձայնով, առանց հետ նայելու։ Նա դուրս եկավ Հրանտի հետ, ու Անին բարակ դրան հետևից լսում էր բակում տեղի ունեցող վեճի յուրաքանչյուր բառը։ Դրսի ձայները անհրաժեշտ չէին համարում ցածրացնել տոնը։ Գևորգյան ավագը մեզ մոտ է, պինդ ծերուկ է, դեռ լռում է։ Բայց դա ժամանակի հարց է, բոլորն էլ վաղ թե ուշ լեզուները բացում են։ Բարով խերով տվեք մեզ, ծերուկին բաց կթողնենք։ Խոսք եմ տալիս։ Չտակ, սկզբից նրան կվերջացնենք դանդաղ ու հաճույքով, հետո ձեր հերթը կգա, ընտրությունը ձեզն է։ Ասաց ինչ-որ մեկը հեգնանքով ու սառնասրտությամբ։ Սկզբից ապացուցիչ, որ նա ընդհանրապես ողջ է, խոսքերը դատարկ օդ են։ Ասաց Հայկը խուլ, բայց պինդ ձայնով, առանց դողի։ Տիրեց լռություն։ Լսվեց հարվածի ձայն, խուլ ու ծանր, եւ մի խեղդված հառաչանք։ Անին նետվեց դեպի դուռը, պատրաստ դուրս վազելու ու հանձնվելու, միայն թե սա վերջանար։ Բայց Զարուհի տատը, որը հայտնվեց միջանցքի մթությունից, բռնեց նրա արմունկից ու անսպասելի կոշտ ուժով սեղմեց պատին։ Չի կարելի, լսում ես ինձ, այս մարդկանց հավատալ չի կարելի, նրանք իրենց խոսքը չեն պահում։ Հիմա դուրս գաս, բոլորին կսպանեն, քեզ էլ, առաջինը։ Շշնջաց նա հենց ականջիս, խիստ ու զգուշացնող։ Դրսում վեճը շարունակվում էր։ Նոր սպառնալիքներ, նոր պահանջներ։ Հրանտի պատասխան մերժումը, հանգիստ ու պինդ։ Հետո ձայները սկսեցին հեռանալ, մեքենաների դռները շրխկացին, շարժիչները մռնչացին։ Բայց նրանք չհեռացան։ Անին վալակույրի ճեղքից տեսնում էր, թե ինչպես է լուսարձակների լույսը պտտվում տան դիմացի ճանապարհին, մերթ մոտենալով, մերթ հեռանալով, նրանց թաքստոցը շրջափակելով անտեսանելի, բայց անթափանցելի մի օղակով։ Նրանք սպասում են։ Սպասում են, մինչև մենք սխալ թույլ տանք, մինչև ինչ-որ մեկի ներվերը տեղի տան ու նա դուրս վազի։ Ասաց Զարուհի տատը ցածրաձայն ու անհանգիստ, վերջապես բաց թողնելով նրա ձեռքը։ Հայկը վերադարձավ մի քանի րոպե անց, պատրված շրթունքով, որից արյուն էր հոսում, ու ճակատի քերծվածքով։ Նա նայեց Անեին այնպես, որ աղջիկն ամեն ինչ հասկացավ առանց բառերի, նրա հայացքում կարդալով այն, ինչ տղամարդը չէր համարձակվում բարձրաձայն ասել։ Տունը, որը թվում էր թաքստոց, վերածվել էր թակարդի։ Ու եթե ուզում են ողջ մնալ, պետք է հեռանալ հիմա, քանի դեռ գիշերվա մթությունը գոնե ինչ-որ պաշտպանություն էր տալիս դրսում պտտվող մարդկանցից։ Դուրս եկան հետևի դարպասով, մինչ լուսարձակները շարունակում էին պտտվել տան դիմացի ճանապարհին։ Հրանտը շեղում էր ուշադրությունը, լապտերը ձեռքին երևալով պատուհանների մոտ ու ներկայության պատրանք ստեղծելով։ Անին, Հայկն ու Զարուհի տատը շարքով առաջ էին շարժվում գետի եզրով անցնող արահետով, աշխատելով ոտքերի տակ ճյուղ չկոտրել, չափազանց բարձր չշնչել, գոյություն չունենալ։ Գիշերն անլուսին էր, ու Անին տարբերում էր միայն ամուսնու մեջքը երկու քայլ առաջ ու ձախ կողմի ջրի փայլը, որտեղ աղստևը իր մութ ջրերը տանում էր առաջ։ Հետո ինչ-որ բան այնպես չգնաց։ Գոռոց, դոփյուն, լապտերների շողեր, որոնք պատրեցին մթությունը ու Հայկի ձայնը։ Փախիր դեպի անտառ, դեպի գոմերը, դեպի իշխանին։ Գոռաց նա հուսահատ ու վճռական ձայնով։ Նա նետվեց առաջ, առանց ճանապարհն ընտրելու, սայթաքելով արմատների վրա ու ճյուղերով քերծելով դեմքը։ Նա լսում էր հետապնդողների ձայնը, որը հետս հետ է մարում էր, հետ մնում ու կորչում գիշերվա մեջ։ Երբ վերջապես կանգ առավ, շնչակտուր լինելով ու թիկունքով հենվելով կաղնու բնին, շուրջը միայն անտառի լռությունն էր ու իր սեփական խռպոտ շնչառությունը։ Նա քայլեց մինչև լուսաբաց, կողմնորոշվելով աստղերով, որոնք մերթ-ընդմերթ երևում էին ծառերի սաղարթների արանքից եւ աջ կողմից լսվող գետի աղմուկով։ Ոտքերը մինչև արյուն մաշվել էին, ջինսը թրջվել էր ցողից, իսկ բաճկոնը վերածվել էր փալասի։ Երբ արևի առաջին ճառագայթները ներկեցին երկինքը մոխրագույն վարդագույն երանգներով, նա առջևում տեսավ գյուղակի թեքված տանիքները։ 3 տնակ, որոնցից 2-ը սփլված էին,
իսկ վերջինը անվնաս ապակիներով ու ծխնելույզից բարձրացող ծխի բարակ շերտով։ Դուռը բացեց մի չորուկ ծերունի, շապիկի վրայից հագած բաճկոնով, կնճռոտ դեմքով, բայց կենթանի ու սուր աչքերով, որոնք իսկույն չափեցին նրան։ Գևորգյանի հարսն ես, ասաց նա հաստատակամ տոնով, առանց հարցնելու։ Ներս արի, քանի չեն տեսել։ Քո դեմքն արդեն ամբողջ շրջակայքով մեկ ցույց են տալիս, ասաց նա զգուշավորությամբ ու ներս հրավիրեց։ Ներսում տաք էր ու բուրում էր առաստաղից կախված խոտաբույսերով, թեյախոտ, դաղց ու էլի ինչ-որ բաներ, որ անին չէր կարողանում որոշել։ Ծերունին մրոտ թեյնիկից տաք թեյ լցրեց բաժակի մեջ ու նստեց դիմացը, նայելով նրան մի մարդու պես, որը վաղուց էր սպասում այս հանդիպմանը։ Ողջույն, ես իշխանն եմ, ներկայացավ նա հպարտությամբ։ Սկեսրայրիդ հետ ընկեր ենք դեռ 68 թվից, բանակի տարիներից։ Նա զգուշացրել էր, որ կարող ես հայտնվել։ Ավելացրեց նա հանդարտ։ Որտեղ է նա, նրան բռնել են։ Ես գիտեմ, թե որտեղ են նրան պահում, հարցրեց անին հուսահատված ու շտապողական։ Պահում են, գետի մոտի պահեստներում են, այստեղից մի 5 կիլոմետր հեռու։ Առայժմ այնտեղ քիթը խոթել չի կարելի, պահակներ կան, շներ։ Բայց սկզբից մի հարցից պատասխանիր, աղջիկս, ասաց ծերունին գլխով անելով ու առաջ թեքվելով։ Գիտես, թե ինչու են հենց քեզ փնտրում։ Ինչու ոչ թե որդուն, այլ քեզ, մի հարսի, որն ընդամենը մի քանի օր է այդ ընտանիքում։ Հարցրեց նա սուր ու թափանցող հայացքով։ Անին լռում էր ու ծերունին գլխով արեց, կարծես ստանալով իր մտքերի հաստատումը։ Ուրեմն չգիտես, դե լսիր, քանի որ բախտը քեզ ինձ մոտ է բերել, ասաց նա մտախոհ։ Այն ամենը, ինչ նա պատմեց հաջորդ 1 ժամվա ընթացքում, տակնու վրա արեց այն ամենը, ինչ անին գիտեր իր կյանքի ու շրջապատող աշխարհի մասին։ Նրա իսկական ծնողները, Սահակ եւ Վարսենիկ Մեսրոպյանները, աշխատում էին Արզնեի մոտ գտնվող տնտեսությունում։ Երբ 90-ականներին ամեն ինչ քանդվեց, նրանց որպես ժառանգություն բաժին հասան լավ հողակտորներ հենց մայրուղու հարևանությամբ։ 25 տարի առաջ նրանց մեքենան դուրս էր թռալ ճանապարհից ու ընկել ձորը։ Պաշտոնապես դժբախտ պատահար։ Իրականում Իշխանն ու Արմենը միշտ էլ կասկածել են, որ դա սպանություն էր։ Փոքրիկանին, որն այն ժամանակ 2 տարեկան էր, ուղարկել էին մանկատուն, այնտեղից էլ հեռու ազգականների մոտ, Վանաձոր։ Նրա ծագման մասին ճշմարտությունը թաքցրել էին, որպեսզի պաշտպանեն այն մարդկանցից, ովքեր սպանել էին նրա ծնողներին։ Ժառանգությունը ոչ ոք չէր ընդունել։ Ժամկետներն անցել էին, ու հողը քառորդ դար մնացել էր որպես տիրազուրկ բաժին, ընկած որպես մեռյալ բեռ, ոչ մեկին պետք չեկած։ Իսկ կես տարի առաջ Արմեն Գևորգյանը փաստաբաններ վարձեց ու դատարանի միջոցով վերականգնեց քո իրավունքները որպես ժառանգորդի։ Շարունակեց իշխանը հանդարտ տոնով։ Հիմա այդ հողը պաշտոնապես քոնն է, ու նրանք, ովքեր ուզում են տիրանալ դրան, այլևս սпасել չեն կարող։ Նրանց քո ստորագրությունն է պետք, կամ ովին թե հարկադրաբար, ավելացրեց նա խիստ հայացքով։ Անին նստած էր անշարժ, չզգալով ոչ ձեռքերը, ոչ ոտքերը, չզգալով ոչինչ, բացի ականջների խլացուցիչ զնգոցից։ Նրա ամբողջ կյանքը, մանկատունը, խնամատար ընտանիքը, մենակությունը մի մեծ սուտ էր, կառուցված իր իսկական ծնողների ոսկորների վրա։ Իսկ Արմեն Գևորգյանը գիտեր հենց սկզբից։ Նա հորդ ընկերն էր, խոստացել էր հետևել քեզ, ասաց իշխանը ավելի մեղմ, կռահելով աղջկա մտքերը։ Իսկ երբ որդին քեզ հանդիպեց ու սիրահարվեց, որոշեց, որ դա ճակատագիր է, ու հիմա կկարողանա քեզ պաշտպանել հարազատ դստեր պես։ Շարունակեց նա հուզված։ Մյուսների հետ կապ հաստատել հաջողվեց միայն հաջորդ օրվա երեկոյան։ Հայկն ու Հրանտը, պոկվելով հետապնդումից, հասան պայմանավորված վայրը հին ջրաղացի մոտ։ Զարուհի տատին ստիպված եղան թողնել գետափնյա ապահով տանը։ Նա չափազանց տարեց էր նման անցումների համար։ Բայց երբ բոլորը հավաքվեցին իշխանի տնակում, ու Անին պատմեց այն ամենը, ինչ իմացել էր, տիրեց լռություն, որը խզում էր միայն վառարանի փայտի ճռճռոցը։ Ես պետք է նրան փրկեմ, ասաց նա վերջապես վճռականորեն։
Նա ամբողջ կյանքում պահել է այս գաղտնիքը հանուն ինձ, հիմա իմ հերթն է, ավելացրեց նա հաստատակամ հայացքով։ Գրոհի գիշերն անին պետք է մնար թաքստոցում։ Այդպես էին որոշել բոլորը։ Հայկն էր նրանից խոստում էր առել։ Բայց երբ նա տեսավ, թե ինչպես Կոստանյանը դանակը հենեց ամուսնու կոկորդին ու գոռաց. «Եվս մի քայլ, ու ձեր տղան կխեղդվի սեփական արյան մեջ», ասաց նա վայրագ ու կատաղած ձայնով։ Անիի ներսում ինչ-որ բան շրջվեց, կոտրվեց ու վերադասավորվեց։ Նա դուրս եկավ արքվերի հետևից, որտեղ բարձրացել էր հակառակ բոլոր արգելքներին ու քայլեց դեպի լույսը։ «Ես այն մարդն եմ, ում դուք փնտրում եք», ասաց նա մի ձայնով, որն ինքն էլ չճանաչեց, պինդ, հավասար ու առանց դողի։ «Անի Մեսրոպյանն եմ, հողերի ժառանգորդը։ Բաց թողեք նրանց, ու ես կստորագրեմ այն ամենը, ինչ ուզում եք», ավելացրեց նա հաստատակամ ու անվախ հայացքով։ Կոստանյանը ծամածրվեց հաղթական ժպիտով, բաց թողեց Հայկին ու քայլեց դեպի նա։ Բայց հենց այդ պահին մթությունը պատրեցին փարոսիկների կապույտ լույսերը, հնչեցին շչակները ու բարձրախոսով հրամայեցին բոլորին պառկել գետնին։ Քննչական կոմիտեն ժամանեց ճիշտ ժամանակին, վայրկյանը վայրկյանին, ինչպես պլանավորված էր։ Արմեն Գևորգյանին ազատեցին հենց այդ գիշեր։ Նա վիրավոր էր ուժասպառ, կոտրված կողերով ու նահանջած ուժերով, բայց ողջ։ Երբ բուժակները նրան տանում էին դեպի շտապօգնության մեքենան, նա հայացքով գտավ Անիին ու շշնջաց. «Աղջիկս, իմ աղջիկ», ասաց նա թույլ ու հուզված ձայնով, ու Անին լաց եղավ առաջին անգամ այս ամբողջ ընթացքում։ Ոչ թե վախից, ոչ թե ցավից, այլ մի հսկայական ու լուսավոր զգացմունքից, որն անուն չուներ։ Իսահակյանը եկավ 3 օր անց, սև ու թանկարժեք ամենագնացով, շքեղ կոստյումով ու մի մարդու դեմքով, ով սովոր է գնել ամեն ինչ ու բոլորին։ Նրա առաջարկը պարզ էր՝ 50 միլիոն ամբողջ հողերի համար իր եւ Գևորգյանների, որպես անվտանգության երաշխիք։ Մտածելու ժամկետը 3 օր։ Կոստանյանը հիմար է, ասաց նա, կանգնած շեմքին ու արհամարանքով զննելով համեստ տունը։ Բռունցքներով նման հարցեր չեն լուծում։ Ես նախընտրում եմ պայմանավորվել, ավելացրեց նա սառը ու գործնական տոնով։ Անին նայում էր նրան, նրա թանկարժեք ժամացույցին, խնամված ձեռքերին, անտարբեր աչքերին ու մտածում էր իր ծնողների մասին, ում չէր հիշում։ Այն մեքենայի մասին, որը թռչում էր ձորը, 2 տարեկան աղջկա մասին, որը մնացել էր մենակ այս մեծ ու դաժան աշխարհում։ «Փոխանցեք ձեր տիրոջը», ասաց նա հաստատակամ ու կտրուկ, որ ես ավելի լավ եմ եռնեմ, քան ստորագրեմ թեկուզ մի թուղթ։ Այս հողը ծնողներիս արյունով է ողողված, այն չի վաճառվում, ավելացրեց նա, ուղիղ նայելով նրա աչքերին։ 3 օր նա չքնեց, նստած պատուհանի մոտ, վեր թռչելով ամեն մի խշշոցից ու ամեն մի անցնող մեքենայից։ Հայկը տան մեջ շարժվում էր ստվերի պես, ստուգում էր դռների փականները, լիցքավորում էր իշխանի որսորդական հրացանը։ Հեռախոսը լռում էր։ Ոչ ոք չգիտեր, արդյոք ծրագիրը կաշխատի, արդյոք փաստաթղթերը կհասնեն համապատասխան մարդկանց, արդյոք կհասցնեն։ 3-րդ օրը Իսահակյանի փոխարեն հատուկ նշանակության խումբ եկավ։ Կոստանյանը, նստած քննչական մեկուսարանում, ցուցմունք տվեց պատվիրատուի դեմ, պատժի մեղմացման դիմաց։ Ձայնագրություններ, փաստաթղթեր, վկաներ։ Ամեն ինչ հավաքվեց մի պատկերի մեջ, որն անհնար էր հերքել։ Իսահակյանին ձերբակալեցին հենց իր գրասենյակում խորհրդակցության ժամանակ բոլոր ենթականների աչքի առաջ։ Ասում էին, որ նա նույնիսկ չհասցրեց խմել իր սուրճը։ 1 ամիս անց նրանք նստած էին Գևորգյանների տան պատշգամբում, հենց այնտեղ, որտեղից Անին փախել էր իր հարսանեկան գիշերը։ Սեպտեմբերյան արևը տաքացնում էր ամառվա պես, այգում հասունանում էին խնձորները, ու քամին բերում էր գետի ու հնձած խոտի հոտը։ Արմեն Գևորգյանը դեռևս հաշմանդամի սայլակին, ժամանակավորապես, մինչև ոտքը կլավանա, թեյի բաժակը ձեռքին նայում էր Հարսին, ում վաղուց արդեն դուստր էր համարում։ «Բյութական բան է», ասաց նա ցածրաձայն, բայց խոր իմաստ տոնով։ «Այսօր կա, վաղը կխլեն,
իսկ ահապատիվն ու ընտանիքն այն են, ինչ ոչ ոք չի խլի, քանի դեռ ինքդ չես տվել։ Ավելացրեց նա հանգիստ ու վստահ հայացքով։ Այկը նստած էր կողքին։ Նրա ձեռքը Անիի ձեռքին էր, տաք, հուսալի, հարազատ։ Դիմացը տեղավորվել էին Հրանտը, Զարուհի տատի հետ, ու իշխանը ծխամորճով, որն այդպես էր չէր վառել։ Բոլոր նրանք, ովքեր վտանգել էին իրենց կյանքը հանուն նրա, մանկատան աղջկա, որը ոչինչ չգիտեր իր ու իր անցյալի մասին։ Քանի դեռ մենք միասին ենք, ասաց Հայկը, սեղմելով նրա մատները։ Ոչ մի ուժ չի կարող մեզ կոտրել, ես դա հասկացա այս շաբաթների ընթացքում, շեշտեց նա վստահ ձայնով։ Անին նայում էր այս մարդկանց, իր ընտանիքին, որը ձեռք էր բերել արյան, վախի ու զոհողության միջով, ու մտածում էր այն մասին, թե որքան տարօրինակ է դասավորված կյանքը։ Նա կորցրեց ծնողներին, ում չէր հիշում, 20 տարի անցկացրեց մենակության մեջ, հազիվ չմահացավ հարսանեկան գիշերը, եւ այդ ամենի արդյունքում գտավ այն, ինչ փնտրում էր ամբողջ կյանքում։ Մարդիկ, ովքեր պատրաստ են մեռնել իր համար, ու սեփական պատմության իրավունքը։ Սկեսրայրի նամակը գրպանում էր։ Նա միշտ իր հետ էր կրում այն, որպես թալիսման։ Պետք է ապրել, գրված էր այնտեղ։ Ու նա ապրում էր լիաթոք, առանց հետ նայելու, առանց ապագայից վախենալու, որովհետև հիմա նա գիտեր ամենակարևորը։ Նա այլևս որկ չէր, նա այլևս ընտանիք ուներ,